Լսել եք ջահերով երթի մասին, մասնակցել եք երբևէ։ 5 փաստ եւ ավանդույթ երթի մասին, որը ձեզ կհետաքրքրի։ Գնացինք։ 1. Երթի սկզբից միշտ գնում է հոգևոր դասը, ովքեր եւ իրենց հետ տանում են քրիստոնեության խորհրդանիշ խաչը։ Ովքեր չգիտեն, ցեղասպանության 100-ամյակին 1.5 միլիոն անմեղ զոհերը սրբադասվեցին մեր եկեղեցու կողմից։ 2. Բազմաթիվ մարդիկ այդ օրը իրենց պատուհանների մոտ մոմ են դնում, որով լուսավորում են երթի ճանապարհը եւ այդպես միանում երթի խորհրդին։ 3. Ամբողջ ճանապարհին հնչում են պահանջատիրական վանկարկումներ, սակայն ծիծեռնակաբերդ բարձրանալու սկզբնամասից բոլոր մարդիկ պահպանում են քար լռություն։ 4. Երթի մեջ իր կարևոր տեղն ունի մեծ եռագույնը, որի երկարությունը 50 մետր է։ 5-րդ եւ ամենաճանաչված ավանդույթը թշնամական երկրների դրոշների այրելն է, որը չնայած տեղի ունենում ինքնաբուխ, սակայն դարձել է ավանդույթ եւ խորհրդանշում է ցեղասպան պետությունների դեմ մեր ընդվզումը։